Վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ այսօր փետրվարի 13-ն է եւ ամբողջ աշխարհը փետրվարի 15-ին մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր է հայտարարել ու քանի որ մենք այդ օրը եթերում չենք, որոշեցինք այս կարևոր թեմային անդրադառնալ այսօր, զրուցելով մեր հյուրերի հետ, փորձելով հասկանալ ինչպիսի վիճակագրություն կա Հայաստանում, ինչպիսի դրական ավարտով դեպքեր ունենք, որոնք մոտիվացնում եւ հույս են ներշնչում մեզ բոլորիս, որովհետեւ սա ոչ միայն վիճակագրության ու թվերի մասին է, այլ նաեւ մեկ մարդու փրկված կյանքի ու մի ամբողջ ընտանիքի լուսավոր ապագայի մասին։ Այսօրվա մեր հյուրերն են Գրիգոր Վարդանյան, Յոլյան արյունաբանության եւ ռուսկաբանության կենտրոնի մանկական բաժանմունքի բժիշկ արյունաբան եւ Ջուլիետա Հովեյան, Յոլյան արյունաբանության եւ ռուսկաբանության կենտրոնի մանկական ու ռուսկաբան արյունաբան։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ այս կարևոր թեմայով այսօրը մեզ հետ եք սկսել։ Եվ եկեք հասկանանք մանկական քաղցկեղի ինչպիսի վիճակագրություն կա այսօր Հայաստանում։ Մանկական քաղցկեղի դեպքերը նախորդ տարիների ընթացքում ցավոք սրտի վիճակագրորեն աճել են, բայց առավել մեծ հավանականությամբ դա պայմանավորված է դեպքերի դիմելիության բարձրացմամբ եւ վերջիններիս գրանցմամբ, ոչ թե նրանց բացարձակ քանակության ավելացմամբ եւ տարեկան գրանցում է շուրջ 100-ից 120 նոր առաջնակի դեպքեր։ Մանկական քաղցկեղի գերակշռող մասը ամենահաճախ հանդիպող լեյկոզներն են, Գրիգորը ավելի մանրամասն կխոսի եւ կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները երկրորդ տեղում։ Այո, ստատիստիկայի մեջ եթե նայենք, հիմնական 35-40% մոտավոր կազմում են արյան չարորակ հիվանդությունները, լեյկոզները, լիմֆոմաները, որոնք եւ պրոգնոստիկ առումով ամենալավն են։ Դրա համար կարող ենք ասել, այդ մասով ստատիստիկան չի փոխվում տարիներ շարունակ։ Ձեր խոսքում նշեցիք, որ գուցե թիվը ավելանում է ոչ թե շատ են դառնում դեպքերը, այլ դիմում են մարդիկ եւ բացահայտում ու գրանցվում են դեպքերը, երբ եւ ինչպես պետք է ծնողը հասկանա, որ կա խնդիր ու ինչ մասնագետի պետք է դիմել այդ խնդիրների դեպքում։ Շատ դեպքերում առաջին մասնագետը, որին դիմում են, առաջնային օղակի բժիշկներն են եւ կոնկրետ հիմա դեպքերի աճին զուգընթաց նաև հասկանում ենք, որ եւ ծնողների ինֆորմացվածության մակարդակն է բավականին բարձր եւ առաջնային օղակի բժիշկների ինֆորմացվածության մակարդակը, որով պայմանավորված քաղցկեղի դեպքերը նախ վերջին տարիների ընթացքում բարեբախտաբար ավելի վաղ են ախտորոշվում, ավելի վաղ փուլերում, ուշ փուլերի դեպքերը անհամեմատ նվազել են, եթե համեմատենք մոտ 5-6 տարի առաջվա հետ։ Եվ բացի դրանից նաև սոցիալական տիրույթում, այսինքն սոցիալական հարթակներում շատ է խոսում մանկական քաղցկեղի մասին, որը կարծում եմ զգալիորեն բարձրացնում է ինֆորմացվածությունը ու եւ ծնողներն են ավելի ուշադիր եւ նաև առաջնային օղակի մասնագետները։ Դրանով պայմանավորված դիմելիությունը ավելի բարձր է եւ ուղղորդումը դեպի մանկական ուռուցքաբանի բարձրացել է։ Դե հասկացանք, նաև խոսենք հնարավոր ախտորոշման մասին, որովհետև ժամանակին կար կարծրատիպեր, որ Հայաստանում քաղցկեղը բուժելը հնարավոր չէ եւ ոչ միայն երեխաների, նաև մեծահասակների դեպքում հիմա ինչ ցուցանիշներ ունենք, ինչպիսի հնարավորություններ կան Հայաստանում եւ արդյոք կարելի է բուժել, եթե ժամանակին ու ճիշտ հայտնաբերում է տեղի ունենում։ Սկզբում ասեմ, որ այո, հնարավոր է բուժել, ի սկզբանե որպեսզի բոլոր այդպիսի հարցերին վերջ տանք եւ մնացած մասով դիմելիությունը, ինչպես ասեց բժշկուհին, որ այո բարձրացել է, առաջնային օղակի բժիշկների կողմից ճիշտ ախտորոշումը, ճիշտ ուղղորդումը արդեն կա եւ բուժման մասով Երևի ավելի կտրուկ փոփոխություններ բուժման տեսանկյունից ավելի շատ եղել են վերջին տարիների ընթացքում սոլիդ ուռուցքների պարագայում, հետ չի մնում, որովհետև լեյկոզների պարագայում մոտ 20-30 տարի բավականին լավ բուժելիության մակարդակ կա Հայաստանում, իսկ սոլիդ ուռուցքների պարագայում, որոնք ավելի մուլտիդիսցիպլինար մոտեցում են պահանջում, այսինքն շատ ավելի մասնագետների ներգրավվածություն, որոնք շատ հաճախ նաև կենտրոնի սահմաններից դուրս են գտնվում, այսինքն վիրաբույժներ, ճարագայթային թերապևտներ եւ այլն։ Այդ համագործակցությունները ավելի շատ խորացան կենտրոնի ստեղծումից հետո, որը իսկապես զգալիորեն բերեց նախ իրականացվող բուժման որակի բարձրացմանը եւ դրանով պայմանավորված նաև ապրելիության կտրուկ փոփոխության։ Այո, երբ արդեն արկա է ախտորոշումը, երևի թե հարազատների
հարցերը կլինեն հետևյալը, ինչից է առաջացել եւ ուշացրել են արդյոք գալը բուժումը դիմելը թե ոչ։ Ես պատասխանեմ երևի հենց արյան ուռուցքների մասով, որ ինչից է առաջացել հարցի պատասխան դեռևս չկա ամբողջ աշխարհում։ Չկա մի հստակ պատճառ, որը կարող ենք ասել բերել է հիվանդության զարգացման։ Դա պատահական տեղի ունեցող գենետիկ որևէ խաթարում է ոսկրածուծում, կոնկրետ արյան չարորակ հիվանդությունների դեպքում, որի պատճառով զարգանում է հիվանդություն։ Բայց ասել, որ այդտեղ կա ինչ-որ մեկի մեղք, ծնողի, չգիտեմ, մանկապարտեզի, դպրոցի, առաջնային օղակի բժշկի երբևէ որևէ մեկի մեղավորությունը չի լինում, որովհետև դա պատահական առաջացած գենետիկ խաթարում է լինում կոնկրետ երեխայի օրգանիզմում, որի պատճառով զարգանում է հիվանդությունը։ Այսինքն կանխատեսել եւ փորձել կանխարգելել հիվանդության զարգացումը հնարավոր չէ։ Պարզապես պետք է հետևողական լինել։ Պարզապես պետք է լինել ուշադիր, հետևել երեխայի գանգատներին, հետևել երեխայի ընդհանուր վիճակին եւ գանգատների դեպքում դիմել մանկաբույժի։ Խոսեցինք նաև սոլիդ ուռուցքների մասին, մի փոքր պարզաբանենք մեր հեռուստադիտողներին ինչ ասել է սոլիդ ուռուցքներ եւ որոնք են Հայաստանում մանուկների շրջանում ամենատարածվածները։ Շատ լավ։ Սոլիդ ուռուցքները, եթե պարզ բացատրեմ, դրանք բոլոր այն ուռուցքներն են, որոնք դուրս են մնում արյան քաղցկեղի սահմաններից, այսինքն տարբեր օրգանների ուռուցքներ, կենտրոնական նյարդային համակարգ, լյարդ, թոքեր եւ այլն։ Ամենահաճախ հանդիպողը ամբողջ աշխարհում ու նաև Հայաստանի Հանրապետությունում դրանք կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են ներառություն, այսինքն գլխուղեղի եւ ողնուղեղի ուռուցքները։ Իմիջիայլոց ստատիստիկ տեսակետից վերջին տարիների ընթացքում ունեցել ենք զգալի գրանցված դեպքերի աճ, որովհետեւ եթե հետ նայենք, երբ որ կենտրոնը նոր է ստեղծում, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների գրանցված դեպքերը բավականին քիչ էին, ինչը միջազգային ստատիստիկային չէր համապատասխանում, բայց վերջին 2-3 տարիների ընթացքում դեպքերը գրեթե քանակությամբ հասել են լեյկոզների քանակությանը, այսինքն տարեկան մոտավորապես 30-35 նոր դեպքեր են ունենում։ Երկրորդ տեղում ոսկրամկանային համակարգի ուռուցքներն են սարկոմաները, մնացած ուռուցքները ավելի հազվադեպ են հանդիպում։ Մենք սոցցանցերից հատկապես շատ ենք տեսնում, երբ գումար է անհրաժեշտ բուժման համար, բավականին մեծ գումարների մասին է խոսքը։ Եկեք մի փոքր բացենք, այսպես ասած, փակագծերը բուժման համար ինչպիսի ծախսեր է ենթադրվում։ Դա հաջորդ տրվող ամենահաճախ հարցն է լինում ծնողների կողմից, հարազատների կողմից, ինչ է մեզ սպասվում ֆինանսական մասով, որովհետև բոլորս հասկանում ենք, որ հիվանդությունը, որին առնչվել է ընտանիք եւ պետք է փորձեն հաղթահարել։ Առհասարակ ամբողջ աշխարհում չարորակ հիվանդությունների բուժումը համարվում է ամենաթանկ բուժումներից մեկը։ Առավելևս լեյկոզների կամ նույն դեպքում նաեւ սոլիդ ուռուցքների պարագայում եւ ամբողջ աշխարհում չկա մեկ պետություն, որը կարողանար ինքնուրույն սեփական ուժերով հաղթահարել չարորակ հիվանդությունների բուժումը։ Դրա համար ամբողջ աշխարհում շատ տարածված է այդ բարեգործական ֆոնդերի, դոնեյշնների, բարեգործների մասնակցությունը այս հիվանդության հաղթահարման հարցում։ Նույնը մեզ մոտ է, մինչև 18 եւ մինչև 25 տարեկան երիտասարդների եւ երեխաների շրջանում պետություն եւ բարեգործական ժպիտների քաղաք City of Smile հիմնադրամի օգնությամբ բուժումը հաղթահարվում է եւ կարելի է ասել, կարող եմ ասել վստահաբար, որ ընտանիքի ծնողների վրա ֆինանսական ծանրաբեռնվածություն չի լինում։ Հավելեմ միայն, որ նամանավանդ գիտության սերնդած զարգացմանը զուգահեռ, երբ որ ավելի թանկարժեք բուժումներ են ներդրվում, ինչպիսին թիրախային բուժումն է կամ իմունոթերապիան, այստեղ բարեգործական հիմնադրամների դերը շատ ավելի է կարևորվում, որովհետև կտրուկ բարձրանում է բուժման արժեքը ու ուրախությամբ կարող եմ նշել, որ մեր երեխաների համար այդ բուժումները հասանելի են հիմա։ Եվ շատ երկրներ անգամ զարգացած, որտեղ մենք շատ հաճախ վերապատրաստվում ենք, իրենք չեն կարողանում իրենց թույլ տալ անել այն բուժումները, որը մենք մեզ ավելի հաճախ ենք թույլ տալիս։ Մեր հեռուստադիտողների համար միայն նշենք, որ զրույցի այս հատվածը հատկապես City of Smile-ի հիմնադրամի հետ կապված ժպիտների քաղաքի դեռ շարունակելու ենք մեր հաջորդ հյուրերի հետ, որպեսզի ավելի մանրամասն ծանոթանանք այս տարիների վիճակագրությանը, ինչպես նաև հասկանանք, թե ինչպես կարող ենք մեզնից յուրաքանչյուրը ինչպես կարող է իր լուման ներդնել այս կարևոր գործին եւ վերադառնալով բժիշկների վերապատրաստմանը, իհարկե բժիշկները անդադար վերապատրաստվում են Հայաստանի սահմաններից դուրս, նաև մեզ մոտ են հյուրընկալվում տարատեսակ մասնագետներ
կապներ, բայց միևնույն ժամանակ ամենախնդրահարույց գուցե մարդկանց հետ ենք մենք շփվում հոգեպես, որովհետև նաև թիրախավորվում են բժիշկները այս դեպքում հոգեբանական առումով։ Ինչպես է կարողանում դիմակայել այս բարդ աշխատանքում, որովհետև միայն բժշկի աշխատանքը չէ ձեր դեպքում, այլ բժշկի աշխատանքը փոքրիկների հետ։ Բավականին բարդ է ու մասնագիտությունը ընտրելուց արդեն իսկ հասկանում ես թե ինչի հետ ես դու առնչվելու եւ երևի թե մեր բոլորի ընկերները, գոլեգաները միշտ այդ հարցը տալիս են ոնց եք դիմանում։ Անկամ այլ բժիշկների համար բավականին բարդ է դիմանալ, չէ, աշխատում ենք, ինչ որ մեկը պետք է աշխատի այս ոլորտում, մենք գիտակցված եւ սիրելով ենք ընտրել այս մասնագիտությունը եւ սա մեր աշխատանքն է, որը ասում եմ բավականին բարդ է հարմարվել Որ ասում են մեկ-մեկ երևի արդեն հարմարվել եք, չէ, չկա նման բան, հարմարվել չի լինի, առավել եւս վատ դեպքերին։ Մեր ավագ գործընկերներից մեկը լավ խոսք ուներ, ասում էր, երբ որ բժիշկը արդեն հարմարվում է վատ դեպքերին, ուրեմն պիտի արդեն չաշխատի։ Որովհետեւ հնարավոր չի հարմարվել։ Իսկ բարեբախտաբար լավ դեպքերը միշտ այնքան են գերակշռում, որ ստիմուլ են, նոր պատճառ են դառնում, որ նորից շարունակես աշխատել։ Ու նույն էնտուզիազմով, նույն զգացմունքներով։ Հատկապես սոցհարթակներում վստահաբար մեր հեռուստադիտողներն են նկատած կլինեն, թե ինչպիսի պայմաններ են ստեղծված այն փոքրիկների համար, որոնք իրենց բուժումը ստանում են Յոլյան արյունաբանական ինստիտուտի պատերի ներսում եւ իրականում առիթն օգտագործելով նաեւ պիտի շնորհակալություն հայտնենք թե բժիշկներին, բուժքույրերին, բոլոր այն մասնագետներին, որոնք աշխատում են այդտեղ ու նաեւ հոգեբանական աջակցություն են տրամադրում ծնողներին, ընտանիքի անդամներին եւ երեխաներին։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Եվ խոսենք նաև այդ կապի մասին, բժիշկներ, բուժառուներ, փոքրիկներ ու ծնողներ։ Ինչպես է ձևավորվում այս փոխհարաբերությունը, որպեսզի որևէ օղակ չխանգարի բուժման process-ին, այլ միայն աջակցի, որովհետև շատ դեպքերում ծնողները գուցե բժիշկներից առաջ կհուսահատվեն, թևաթափ կլինեն եւ պայքարը ընդհատելու որոշում կունենան։ Ինչպես է այս ամենի դեմ պայքարը։ Իրականում գուցե տարօրինակ հնչի, բայց ամենաբարդը ինչ-որ կերպ հարաբերություններ ստեղծելն է երեխայի հետ ամենակարևորը, որովհետև երեխայի համար հիվանդանոցը նոր միջավայր է ու սթրես, որի պատճառով, քանի որ երեխան իրան լավ չի զգում, նաև լավ չի զգում ծնողը, երբ որ երեխայի համար ստեղծում այնպիսի միջավայր, որ ինքը կարող է իրան զգալ գոնե մոտարապես այնպես ինչպես տանը կամ խաղերի միջոցով, տարբեր մեթոդներով, նոր ընկերների շնորհիվ, ինչպես նաև բժշկի հետ երեխայի կոնտակտի միջոցով, այդ ամեն ինչը լարվածությունը որոշակիորեն թուլացնում է ու երբեմն ծնողներին թվում է թե երեխաները չեն հասկանում ու շատ հաճախ փորձում են թաքցնել իրենց դիագնոզը, բայց վստահեցնում եմ, որ նույնիսկ 2-3 տարեկան երեխաները շատ խելացի են ու ամեն ինչ շատ լավ հասկանում են ու կարծում եմ, որ իրենց պետք է մանրամասն ամեն ինչ բացատրել, որպեսզի այդ վստահության մթնոլորտը հնարավոր լինի ստեղծել։ Նույնը դեռահասների պարագայում դեռահասները դուրս են մնում օրինակ իրենց սովորական կյանքից, դպրոց, քոլեջ եւ թաքցնել նրանցից ախտորոշումը իմաստել չի ունենում, որովհետեւ տեխնոլոգիայի դար է, ինքը արդեն ինքնուրույն կարողանում է գտնել ինչը եւ շատ ճիշտ է այնց ի սկզբանե ճիշտ օբյեկտիվ ներկայացնել եւ ծնողին եւ երեխային խնդիրը եւ ներկայացնել բոլոր լուծումները։ Ոչ թե հուսադրելով, այլ օբյեկտիվ ներկայացնելով, որ այո, այսպես է, բայց մենք ունենք այս հնարավորությունները եւ մենք կարող ենք հասնել լավ արդյունքի։ Ու այս պարագայում միշտ երբ որ ստեղծվում է այդ փոխադարձ հարգանքի ու փոխադարձ վստահության մթնոլորտը, այլ ոչինչ չի խանգարում հասնելու համար։ Լավ արդյունքները ավելանում են։ Իսկապես շնորհակալ ենք շատ այս կարևոր թող սա թեմա չդառնա երբեք ու մենք չանադառնանք այս թեմային, բայց միևնույն է շնորհակալ ենք շատ, որ այսօր կիսեցիք մեզ հետ այս խոսակցությունը, այս կարևոր թեման ու առավոտը սկսեցիք մեզ հետ։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք ձեզ, ձեր ամեն տարի բարձրաձայնելու եւ լուսաբանման կենտրոնում պահելու համար այս հարցը, որը իրոք կարևոր է եւ մեզ համար եւ մեր բուժառուների։ Սիրով եւ միշտ ու ուրախությամբ նաեւ ամեն անգամ նշում ենք, որ այո, քաղցկեղը, մանկական քաղցկեղը Հայաստանում բուժելի է, պետք է վախ հայտնաբերել ու շնորհակալություն այն մասնագետներին, որոնք գիտակցաբար, բայց միևնույն ժամանակ ընտրում են այս բարդ մասնագիտությունը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, ինչպես քիչ առաջ նշեցինք, թեման դեռ շարունակելու ենք մեր հաջորդ հյուրերի հետ, բայց հիմա ժամանակն է վայելելու երաժշտություն։